Բարի երեկո, եթերում Briefing Talk Show-ն է եւ ձեզ հետ աշխատում է Արտյոմ Լևոնյանը։ Մեր այսօրվա քննարկման թեման է աշխարհի վերջը լինելու է թե ոչ։ Մի թեվը այն տեսակետին է, որ աշխարհի վերջը այնուամենայնիվ լինելու է եւ այն կարող է լինել անգամ մոտ ապագայում։ Եվ մյուս կողմը ներկայացնում են գիտնականները, որոնք պնդում են, որ աշխարհի վերջը ըստ էության հնարավոր չէ։ Ինչու եք դուք կարծում, որ աշխարհի վերջը այնուամենայնիվ առաջիկայում հնարավոր է մոտ ապագայում լինի։ Իսկ ես նման արտահայտություն չեմ արել, ով է ասել ձեզ, որ ես ասում եմ։ Դուք հավատում եք, որ աշխարհի վերջը լինելու է։ Ես գիտեք ինչ, եթե մի բան սկիզբ է ունենում, հնարավոր է որ վերջ էլ կունենա, բայց ոչ ոք չի կարող ասել դա երբ կլինի, որ նշեն օր, ժամ, տարեթիվ։ Այսօր 21 դեկտեմբերին հնչում է բոլոր մարդկանց բերաններից այդ խոսքը, որ դեկտեմբերի 21-ին երկիրը, աշխարհը կործանվելու է։ Ինչու չի կործանվելու։ Բայց ով կարող է ապացուցել դա։ Բայց 22-ին ինչ են ասելու այն մարդիկ, երբ հայտարարել են նման հայտարարություններ են արել, որ աշխարհի վերջն է, երբ որ եկավ ամսի 22-ը, նրանք արդյոք կամաչեն իրենց արած հայտարարությունների համար, թե ոչ։ Եվ որ ինչու չի լինելու աշխարհի վերջ։ Ինչ է ասում գիտությունը այդ մասին։ Իհարկե, գիտությունը նման բան դեռևս հայտնի չէ, հա, գիտության ոլորտում, թե աշխարհի սկիզբի մասին, թե կոնկրետ երբ է առաջացել երկրագունդը, ընդհանրապես տեզերքը, եւ նման ձևով չի կարող ասել, թե երբ տեղի կունենա աշխարհի վերջը։ Գիտականորեն համենայն դեպս չկա ապացուցված նման բան։ Տիկին Ալինան, դուք ինչ եք կարծում։ Ես կարծում եմ բնականաբար, որ աշխարհի վերջը չի լինելու դեկտեմբերի 21-ին, քանի որ աստղաբան լինելով հանդերձ որոշակի տարրական թեկուզ աստղագիտական տեղեկություններ ունեմ, ըստ որի ես ենթադրում եմ, որ եթե ինչ որ չարաբաստիկ երկնակար պիտի գար կամ չգիտեմ ինչ որ այնպիսի process-ներ պիտի լինեին, որոնք հանգեցնեին աշխարհի վերջին, ուրեմն մենք հաստատ պիտի դրան արդեն ականատեսներ լինեինք։ Ինչ է ընդհանրապես նշանակում աշխարհի վերջ։ Մի հատ փորձենք սահմանել լուսինը։ Աշխարհի վերջ, այսինքն երբ որ մարդիկ ասում են, որ դեկտեմբերի 21-ին լինելու է աշխարհի վերջ, ենթադրում եմ սպասում են դրան հենց ուղիղ իմաստով։ Եվ ինչ ազդեցություն է դա ունեն մարդկանց վրա այդ անընդհատ այդ մասին լսելը, անընդհատ այդ մասին խոսելը։ Մենք այսօր իրավամբ բոլոր կողմերից շատ շրջապատված ենք այս նորությունով, այսինքն հավատանք մենք սրան, թե չհավատանք, շատ քչերին կարող է անտարբեր թողել աշխարհի վերջի մասին գաղափարը։ Մանավանդ որ սա մցված է այսօր բոլոր մեր առօրյայի մեջ, ինտերնետային բազմաթիվ կայքեր, կինոներ, շատ հզոր եւ հարուստ նկարանված, որոնք նայելուց երբ որ նայում ես աշխարհի վերջի երկիր մոլորակը դատապարտված մահվան վերջի մի ժամը երեխային նման տպավորվում է, սկսում ես հավատալ այդ մտածածին։ Դա պսիխոզի է բերում արդյունքում։ Սա բերում է կարելի ասել կոլեկտիվ վախի, որը մեր ժամանակահատվածում, երբ որ մենք հիմա կրիզիսային ժամանակահատվածում ենք բնականաբար գտնվում, շատ բնականon է, որովհետև կրիզիսները իրանք ծնում են անկայունություն, անվստահություն ու գիտակցությունը դառնում է այնպիսին, որ… Սա նաև բիզնես ինչ որ առումով ճյուղ է, բիզնես ուղղությունը։ Այս արդեն երկրորդ բանն է, բայց եթե անգամ սրան ինչ որ մարդիկ շատ լավ կոմերցիոն ջիղ ունեցող կարողանում են վերցնել եւ իրենց բիզնեսային զարգացումանը ավելի թափ հաղորդել, այնուամենայնիվ սա նորից ինֆորմացիա է աշխարհի վերջի մասին, որը անընդհատ պտտվում է մարդկանց շուրջ։ Տիկին Նելիա, ձեր կարծիքով, ձեր որևէ ուսումնասիրություն ունեք, թե երբ է լինելու է վերջը այդ աշխարհի վերջ եւ ինչ ձևով է դա արտահայտվել, այսինքն ինչ է լինելու, երկրագունդն է պայթել, ուղղակի մարդիկ են վերանալու, որևէ հաշվարկ ուսումնասիրություն ունեք այդ մասին։ Լրիվ արված է։ Եվ ինձ մոտ հաշվարկը լրիվ արված է, հիմնվելով շատ մեծ նախկին տվյալների վրա։ Այն, ինչպես ասվեց, ինչ ծվում է, նա մեռնում է։ Դրան ուղղակի ժամկետները այնպիսի խոշոր թվեր են, որ նրանք թույլ չեն տալիս այսօր անհանգստանալ այդ մասին։ Խնդիրը նրանում է, որ առանցքի տատանումները նոր տվյալներ են տալիս։ Իսկ դա նշանակում է
քնեցնող վիճակ է առաջանում մարդկության մոտ։ Եվ ի վերջ ինչ է Աշխարհի լինելու։ վերջ ասելով մենք չենք հասկանում, որ երկրագունդը պետք է վերանա։ Բա ինչ պետք է լինի, ասեք ինչ է լինելու։ Իհարկե կասեմ։ Մի քանի բան։ Խնդիրը նրանում է, որ գիտնականների տված տվյալների մեջ ընդհանրապես մի փոքրիկ սխալ է առաջացել։ Պատճառը դա է, որ դեկտեմբերի 21-ն են մատնանշում։ Դեկտեմբերի 21-ին Այծեղջուրի մեջ է մտնում Արեգակը, բայց որ տարին չի մտնում։ Ամեն տարի այդ օրը նա նորից մտնում է Այծեղջուրի մեջ։ Եվ ձեր առաջացել հաշվարկներով է այն բանից, որ նրանք ոչ թե պետք է Արեգակի հետքերով գնային։ Մարիաների շփոթության մասին է խոսքը։ Ոչ, նա էլ է արդարացված։ Նա սուտ չի, նա ճիշտ է, 13000 տարին մեկ այդ փոփոխությունը կա։ Մենք վերապրել ենք դա։ Մարդկությունը վերապրել է այդ աշխարհի վերջին։ Շատ անգամներ։ Լավ, լսենք պարոն Մաղաքյանին, պարոն Մաղաքյան, ի՞նչն է պատճառը, որ ժամանակ հարյուրավոր, 33 թվականից սկսած անընդհատ կանխատեսումներ կան, որ աշխարհի վերջը շատ մոտ է, հեսա վաղը լինելու է։ Ի՞նչն է պատճառը, գուցե մարդը չի կարողանում ուղղակի պատկերացնել, թե տիեզերքի անսահմանությունը եւ կյանքի անսահմանությունը անընդհատ դրա համար որևէ իր համար սահմաններ է գծում։ Երևի դուք ճիշտ եք։ Մարդիկ ընդհանրապես դժվար ըմբռնում են այդ թվերը, որոնց հետ գործ ունի աստղագիտությունը եւ մեկ-մեկ սիրում են բարձեցնել եւ նմանացնել այն process-ներին, որոնք տեղի ունենում երկրի վրա։ Դա առաջին։ Բայց ես ասեմ, ընդհանրապես հարցը հետաքրքիր է, ինչը մենք նկատի ունենք ասելով աշխարհի վերջը։ Ինչ նկատի ունենք։ Ահա, ես ոչ մի բան նկատի չունեմ, բայց եթե մենք պիտի մոտենանք զուտ, ոնց ասենք, դե քրիստոնեական օրինակ մոտեցումով, պիտի լինի Արմագեդոնը, հետո վերջի դատաստանը եւ այսպիսի բաները։ Ինձ երբ հարցում են, ոնց մենք պատրաստենք աշխարհի վերջին, ես հիմա մեկ-մեկ ես միշտ պատասխանում եմ, պատրաստվեք, ասենք մոմ առնենք կամ ինչ բան, ասում եմ հոգևորական ձևով պատրաստեք, որ ինչ կասեք Աստվածին։ Նրանք ասում են, բայց խո սենց չի լինի, բայց ոնց է կլինի։ Պարոն Մաղաքյան, դա հասկանալ, ուզում եմ հասկանալ, գիտությունը ինչպես է հիմնավորում, որ աշխարհի վերջ չի լինել։ Գիտությունը դա հիմնավորում է այդպես, որ ինչը նշանակում աշխարհի վերջը, երկիրը չի կործանվի անշուշտ, որտեղ ոչ մի սենց ասած երևույթները մենք չենք տեսնում, որ 10 օրում կարան ազդեն երկրի վրա եւ մարդկության վրա այդ առաջինն է։ Երկրորդը լավ գիտական հաշվարկներով, կոմպյուտերներով եւ ամբողջ տեսություններով վաղուց հաշված է, որ արեգակնային համակարգը ստաբիլ է եւ ստաբիլ կմնա մոտ մի քանի 100,000 տարի։ Ներողություն, դուք դա կապում եք այն փաստի հետ, որ այժմ իսկապես արեգակը ահագնացող տեմպերով ակտիվանում է, դա կապված չէ դրա հետ։ Դա ընդհանրապես ոչ մի բանի հետ կապված չէ, արեգակը եւ ակտիվանում է եւ նվազում է նրա ակտիվությունը եւ գիսավորները անում։ Աշխարհի վերջը կամ այլ մարդկության վերջը կարող է միայն մի դեպքում։ Քիչ թե շատ գիտական կարելի ասել ձևով տիեզերքի պայթյունների Չէ, ոչ եթե երկրի վրա հիմա կանգնի մեծ աստերոիդը կամ գիսավորը։ Եղավ, շնորհակալություն։ Ինչպես դինոզավրները անհայտացան, այդպես էլ մարդիկ արան։ Տիկին Ռիտա, Նիբուրու մոլորակի մոտենալու մասին որևէ տեղեկություն ունեք, հենց դրա հետ են կապվում աշխարհի։ Գիտեք ինչ, ես շատ սիրում եմ մեր գիտնականներին, հարգում եմ նրանց աշխատանքը, բայց բազմիցս տարիներ կրկնվում է նույն պրոցեսը, այս քարը եկավ, այն քարը եկավ, բայց հետո եկավ կողքով անցավ։ Ինչ կերպ է գալու այդ աշխարհի վերջը։ Կարող եք մի հատ նկարագրել, ինչ է լինելու։ Ինձ հարցում են, նայեք, ես ունեմ պայծառատեսություն, ես ձեզ բացատրեմ, էլի։ Այսօր ոմանք կարող են ինձ չընդունեն, չհավատան, դա իրենց գործն է։ Եվ ինձ մարդը հարցնում է, աշխարհի վերջն է, ես տեսնում եմ այդ ընթացքում կադրեր, որոնք ծաղիկներ են, մարգագետին, անտառներ, պարզարև։ Իսկ եթե ինչ-որ ես վատ բան եմ զգում, ես տեսնում եմ մութ, խավար, ծուխ, ոչ արեգակ։ Ես հիմա արև
փայլուն, ես բնակարան եմ գնել նոր, ինձ ասում են ինչու ես գնում, ասում աշխարհի վերջ, ասում ոչ մի անգամ, բայց եկեք եւ մի բան էլ ասեմ, էլի, ինձնից մի նեղացեք։ Ասել տես Տիկին Էլյան ասում է 13000 տարի հետո։ Ախր ես բնության հետ ոչ ոք պայմանագիր չի կնքել։ Մենք ամեն օր էլ կարող ենք սպասել աշխարհի վերջին, բայց ոչ թե նշելով հատուկ օր, բայց դուք համար պայծառատես եք, Տիկին Ռիտա, որ կանխատեսեք։ Ես հասկանում եմ ձեզ, ես հասկանում եմ, այսօր բազմիցս անգամ եթե շեշտում են օրը, ես դա չեմ ընդունում, բայց ես մի բան նաև հասկանում եմ, որ հնարավոր է, որ աշխարհը վերջ գա, երբ որ մարդը հաստատ իմացավ երբ է Հիսուսը գալու, եթե այդ նորը ինքը կարող է ասել, ուրեմն կարող է ասել նաև աշխարհի կործանման օրը։ Իսկ դուք հավատում եք Արմագեդոնին։ Այդ ինչու՞ չէ։ Ինչու՞ չէ։ Մոլորակներ են, չես կարող նրանց կարգավորել կամ հերակառավարել։ Մոլորակները ինչ կապ ունեն Արմագեդոնին։ Ասեք մի բան դեպրեց եկավ, մի բանի հարվածեց։ Ես այդ հնարավոր է կանխատեսել։ Մի քիչ հեռու եմ, թող մեր գիտնականները պատասխանեն իրենք, բայց որ եթե որից չեմ հասկանում, ես չեմ կարող դրա։ Իհարկե, կանխատեսում հնարավոր չէ, սակայն բավականին շատ աստերոիդներ կան, հա, փոքր չափի եւ երկրագնդից նաեւ փոքր չափերի, որոնք պարբերաբար մոտենում են երկրին, այսինքն անգամ 100,000 կիլոմետր հեռավորությունը դա արդեն իսկ վտանգ է ներկայացնում երկրագնդի համար։ Այս աստերոիդը, որի մասին խոսում ենք, կարծում եմ ասում են 25000 կիլոմետր հեռավորության վրա անցնում։ Քանի դեռ կոնկրետ հաշվարկներ ես ասեմ, կոնկրետ դեռ հիմա չեն կարող ասել, բայց եթե կան գիտականորեն, հա, ապացուցում են, հաշվարկում են, որ նման բան կարող է լինել։ Բայց սակայն այսօր 21-րդ դարում գիտությունը այնպես է զարգացած, որ ես իմ անձնական կարծիքն է, իհարկե, ես վստահ եմ, որ կարելի է միշտ շրջանցել, այսինքն նման տիպի աստերոիդներին կարելի է եւ ուղեցրիչ չեղել, եւ պայթեցնել մանր կտորների եւ այլ եւ այլ։ Այդ իսկ պատճառով ես չեմ ասել, հնարավոր է կանխատեսում անել ոչ գիտական մեթոդներով, այսինքն առանց աստղադիտարանների, առանց ընդհանրապես պայծառատեսություն, գուշակություն հնարավոր է։ Ուզում եք որ մասնագիտական կարծիք հայտնեմ, թե իմ անձնական։ Մասնագիտական բնականաբար հետո կասեք արդեն անձնական կարծիք։ Այսինքն հոգեբանությունը ըստ էության որպես գիտություն ասելիք չունի այս արդյոք պայծառատեսությունն է իրականությունը թե չէ, իմ անձնական կարծիքով դրա մասին խոսում ենք նաև մինչև հաղորդումը, որ կարծում եմ, որ բնականաբար մարդու շուրջ կա որոշակի իր հետ կապված աուրան, որի մեջ հնարավոր է լինի իր մոտակա որոշակի իրադարձությունները, որ ինչ-որ մեկը կարող է զգա։ Պայծառատեսություն չի, դա ավելի շատ ինտուիցիա է մասին է երևի։ Ոչ թե ես անձամբ զգամ ինումը, օրինակ Տիկին Ռիտան զգա իմը, որովհետև ինքը կարողանում է դրա վրա կենտրոնանալ։ Տիկին Ռիտա, խնդրում եմ կասեք, թե ինչ եք տեսնում։ Իմ ուղեղս ճիշտ աշխատում է։ Օրինակ, երբ որ նայում եք իմ վրա։ Ես գիտեք ինչ եմ տեսնում։ Ես ուղղակի այսօր մեր ժողովրդին ասում եմ, որ մի վախեցեք, ոչ մի աշխարհի վերջ չկա։ Ուղղակի հույս եք տալիս։ Ոչ, կարող եմ երթվել։ Ես երեխաներ ունեմ, ես էլ կմտածեմ։ Ես ամենք ասենք մեր կյանքը ապրել ենք բավականին, չէ՞ որ ունենք երեխաներ։ Ոնց կարող եմ խաբել, երբ որ հաստատ չի լինելու աշխարհի վերջ, չի լինելու։ Կխնդրեի, որ ասեիք, թե արդյունքում այդ աշխարհի վերջի ինչ է լինի։ Ուզում եմ մի պատկեր տեսնենք, որովհետեւ հասկանանք դա հոլիվուդյան ֆիլմերից վերցված է։ Ես ընդհանրապես կրճատում եմ իմ միտքը, խոսքը, որ հասկանանք ինչ է լինելու։ Ասում եմ, երկնային ոչ մի արհավիրք չի կարող որևէ վտանգ սպառնալ երկրագնդին։ Երկրի վրա մարդկանց մոտ քաոսը ճիշտ է, բայց տիեզերքում քաոս չկա։ Հաշվարկներն այնքան ճշգրիտ են, որ ոչ մի վտանգ չի սպառնում երկրին։ Դա իր ժամանակն ունի, հաշված է, ճշգրիտ ժամկետները կա։ Ասեք այդ օրը։ Եվ ժամկետը ես չեմ ասի, միայն կասեմ, որ 21-ին ոչ մի վատ բան չի սպասում։ Ավելին կասեմ, այն ժողովուրդը, որ այսօր ապրում է, նրանց ոչ մեկը այդ կործանումը չի տեսնի։
Բավական չէ։ Այս սերունդը հիմա ապրող Ինչքան մարդ հիմա ապրում է, դրանցից ոչ մեկը չի տեսնի։ Պարոն Մաղաքյան, Թե ճշգրիտ տվյալներով ես ունեմ ամեն ինչը հաշվարկած։ Հայտարարության հեղինակները կարող եք ասել։ Ինչի համար, ասենք գիտեք օրը, հա, աշխարհի վերջին, բայց չեք արձակել։ Գիտականը մի քիչ դժվար ընկալելի է, տեսեք, ես ինձ հետ վերել էի ուրիշ տեսակի պատկերացում։ Ինչի համար չեք ասում, գաղտնի եք պահում, օրինակ ձեր ըստ որ գիտեք թե երբ։ Ես գաղտնի չեմ պահում։ Դրանք շատ լուրջ մեկնաբանություններ են, ես մեծ հաշվարկներ եմ արել դրա համար։ Չէ, հասկանալի է, չէ՞։ Ես նույնիսկ Մոսկվայից եկած գիտնականների տվյալները գտել եմ սխալը եւ պատրաստ եմ ապացուցելու ամբողջ աշխարհին։ Դուք լավ չհասկացաք, ես չեմ ասում սխալա ձեր տեսությունը, ես ասում եմ ինչի համար չեք ասում, թե երբ է լինելու, ըստ ձեր տեսության։ Բավական չէ, որ ասում եմ այսօրվա ապրող ժողովուրդը չի տեսնի ոչնչացում։ Կինելա բոլոր պատճառատեսները այդպես են ասում։ Ոչ մեկ այլևս երեխա չունենա։ Ով է ասում չունենա, ունենում է։ Այսօրվա ծնվածները նշանակում է։ Դե դրա համար ես պիտի բացատրեի ինչ է կատարվում աշխարհում։ Թույլ չեք տալիս, դա հնարավորություն է։ Պիտի բացատրվել։ Խնդիրը նրանում է, որ այդ դարաշրջանները, որ ոմանց մոտ, ասենք Սատյայի դարաշրջանը, ես չգիտեմ դուք տեղյակ եք թե չէ, Տրետայի կամ Դվեպարայի դարաշրջանները, մենք արդեն ապրել ենք Կալիի դարաշրջանը։ Կալիի դարաշրջանը ավարտվեց այն ժամանակ, երբ Պրազերպինա մոլորակը մտավ կշեռք կենթանակերպ։ Նրա ամեն մի պտույտը 675 տարի է, և ամեն մի պտույտը Կալիի դարաշրջանն ապրում է 640 անգամ։ Մինչև այդ պտույտը վերջանում է, սկսվում է քնած վիճակ, ոչ թե ոչնչացման վիճակ, այլ քնած վիճակ։ Այսինքն մենք հիմա քնած ենք մոտավորապես։ Մի մասը քնած է, մի մասը բարձրացում է ապրում։ Ոմանք քնած են, ոմանք բարձրացում են ապրում։ Տիզերքի, բա բնության աղետները։ Նույնը վերաբերվում է նաև բնությանը և կենթանական աշխարհին։ Ես մի բան բացատրեմ, էլի բնականորեն, եկեք խոսենք, դա գիտությունը աստղերի, մոլորակների մասին է, բայց չէ, ինչ որ գետնի վրա էլա չէ բան կատարվում։ Ինչ է կատարվում։ Ցունամիներ, դա աշխարհի ջրհեղեղներ։ Դե գիտեք ինչ, տակարանում եթե կարդում ես, այնտեղ ընդհանուրը տևում է 7 տարի, բայց դե գիտեք, ես չեմ կարող ասել ես այսօր չեմ ուզում, որ ինչ-որ հայտարարություններ անել, ոչ մի բան չի լինելու, ես ինքս չեմ հավատում, ես հավատում եմ իմ սեփական ուժերին, իմ ուղեղին, և ես միլիոն անգամ տվել եմ ինտերվյու, թերթերում գրվել են, ունեն իրանց դարամներում պահված, դեռ 1 տարի առաջ, բնական, բնության, ձեր ասացին հարկադարձեմ ինչ ձևով, դա միշտ եղել է։ Մի բան է, երբ որ 21-րդ դարում ինֆորմացիան մարդկության որոշ մասերը գետնի հողի վրա ոչնչանում են, դա էլ է, չէ՞ նշանակում, որ աշխարհի կարող է վերջանա եւ մի որոշ մասը մնա մարդկության կենտրոնում։ Այսինքն այնպես չէ, որ հիմի շատացել են կամ եթե բոլորակից չի գետնի վրա էլ վնաս ունեն։ Բնակեցումից բալանսի է բերում ուղղակի։ Դա էլ է աղետներ, չէ՞։ Աղետներ միշտ եղել են, ու շարունակելու են։ Աշխարհի վերջ, այլ մարդկության որոշ։ Իսկ եթե ատոմային պատերազմ կլինի, դուք կհամարեք աղետը։ Այսինքն ինչ համարեմ դա։ Չեմ անում, որտեղ մարդիկ ինքը իրան, մարդկությունը ինքը իրան։ Հա դե իհարկե, եթե ատոմային պատերազմ լինի, վերջ է լինել, ոչ թե աշխարհին, այլ մարդկության, բուսականության, ինչ կա հողի վրա։ Հիմա մենք հենց հասնում ենք հետաքրքիր հարցին, մենք աշխարհի վերջի մասին ենք ասում, բնությանը, թե կոնկրետ մարդկության մասին։ Դե ամեն ինչի մասին պետք է խոսենք։ Այսօր ասում եք աշխարհի վերջն է, բայց չեն բացատրում գիտնականները։ Այդ ո՞նց է վերջը։ Վերցնում են շուռ են տալու այդ աշխարհին։ Ինչ է լինելու։ Այ ասում են վերջը, բայց չեն ասում ոնց է այդ վերջը։ Տիկինել նկարագրեք այդ աշխարհի վերջը։ Նավթը, բենզինը, ինչն է։ Ձեզ թվում է ես ներկա եմ որևէ վերջի։ Ոչ, ինչպես է լինում դա։ Նոյան էլ ինչ իմանա։ Ով որ հայտարարել է հեղինակներն են, թող նրանք ամաչեն ամսի 22-ին։ Որ գիտնականները չեն ասել, չէ՞ դրա։ Երևի բոլոր հերոստատեսություններում ասել եմ այդ կտորը, ես չէի ուզում ուղղակի այստեղ կրկնել։ Ասում եմ։ Այդ մոլորակը, որը հիմա տատանումները գիտնականներին բոլորին դրել է տագնապի մեջ, հիմնականում կապված է մարդկային գիտակցության հետ։ Մարդկային գիտակցությունը կապված է այդ մոլորակի ազդեցության հետ այնպես, որ
1987 թվականից սկսած մտել է կարիճի կենթանակերպ պրազերպին ամոլորակը եւ քանդում է անկայուն գիտակցությունները։ Այսինքն գիտակցություններն են քանդվել։ Գիտակցություններն են քանդում։ Մարդը կարող է ապրել, կարող է խանգարված լինել, կարող է քնածել ապրել։ Բայց դրանից առաջ որ եղել է կշեռքի մեջ բոլորը վկա են, որ երբ կշեռքի մեջ էր իսկ կշեռքը ամուսնությունների խնդիրներ լուծում, քանդվում էին բոլոր անկայուն ամուսնությունները։ Դրանից հետո հիմա սա շարունակվելու է մինչև 40 թվականը դեռ փաստ է, մինչև 55 թվականը կլինի նա կարիճի մեջ, հետո կմտնի աղեղնավոր։ 2160 տարի, չէի ուզում ասել, բայց ասում եմ։ 2160 տարին երբ կլրանա, առաջին օրը կլինի, որ կմտնի այծեղջուրի մեջ, այդ դա շփոթել են, արեգակի մասին են ասում, փոխանակ ասելու, որ պրազերպինան պետք է մտնի այդտեղ։ Պարոն Մաղաքյան, բայց դա աշխարհի վերջը չի։ Ինչ անեմ բա։ Այդ բոլոր մոլորակների մասին ես ասում եք շատ գեղեցիկ է, գիտնականները մեզ շատ են պետք, մեր ազգին պետք են, առանց գիտնականների կյանքը խավար է։ Մաղաքյանի կարծիքը ասի։ Ես ինչ ասեմ, ես այդ մոլորակների մասին առաջին անգամ եմ լսում, որ նրանք այսպես ազդում են եւ ընդհանրապես նրանք գոյություն չունեն։ Այդ առաջինը, երկրորդը։ Ինչ վերաբերվում է Տիկին Ռիտան շատ լավ բան ասեց, ասում են ինչ որ քարը մոտենում է, հետո հեռանում է։ Այդ երևույթը շատ պարզ բացատրություն ունի, ուզում եք ասեմ։ Բայց Բաղաքյան մեռնում կյանքի տեսիք հանեք էլի միջից մի դոտ տղա է լինում, հերը որտեղ տանում է, չի կարում սովորի, վերջը տանում է, այն սենց երկաթից բաներ կա, որ խփում են իրար, ասում աստեղ կգնաս, ասում հա, մտցնում են ներս, որ քննություն վերցնեն, դուրս է գալի, ասում ընդունվար, ասում չէ, ասում ինչի, ասում պապա զարգեցի փուստ ընծավ։ Հիմա ես մեր մոլորակները գալի իրարից փուստ անցնում են։ Բացատրում եմ, շատ հեշտ է, երբ աշխարհում աստղագիտության ֆինանսավորումը նվազում է, միանգամից առաջանում են քարերը, որոնք պիտի մոտենան անգնեն ես ինչը, եւ պետք է նոր աստղադիտարանները, նոր դիտակները, նոր ֆինանսավորումը, որ այդ բոլորը հետևին։ Հենց որ մի քիչ սկսում են ավելի լավ փող տալ, քարերը բոլորը հեռանում են։ Ես համաձայն չեմ, թույլ տվեք ես պիտի ասեմ, բայց լռել հնարավոր չէ։ Արդեն 12 տարի է, ես հաշվել եմ, ուսումնասիրում եմ ու կանգ առել այն կետերի վրա, որ մոտ 70,000 ճակատագիր եմ հաշվել եւ բոլորը բառացի, ոչ մեկը չի ժխտել, թե իր մոտ ինչը այդպես չէ։ Ոչ մի ժխտում չի եղել։ Նույնիսկ ճշգրիտ տվյալներով ամեն ինչ տեղին տեղի է ունեցել։ Ուրեմն մոլորակները հենց այնպես է եւ աստղագետներն էլ ֆինանսների համար են անում։ Բանկան էլ կանխատեսումներ չեղավ։ Ես արդեն 9-րդ գրքի վրա եմ աշխատում ու պետության վրա կապված չի մոլորակներից, այլ ձեզ մոտ մի ուժ կա, որը այդ ուժը այսպես թե այնպես կա։ Ես ուղիղ կապի մեջ եմ, ես չեմ ուզում խոսել այդ մասին։ Այդ միգուցե ձեզ մոտ է, ոչ թե ինչ որ։ Որ ժխտել մոլորակների դերը կնշանակի անտեղյակություն է, տեղյակ չեն մարդիկ, ինչ ուզես կարող են ասել։ Մարդը գիտաշխատող են։ Ասել։ Դուք ասում եք մոլորակների ազդեցությունը չեք ընդունում։ Լուսնի ազդեցությունը չեք ընդունում։ Լուսնի։ Մակընթացություններն ու Լուսնի։ այո, արևի։ Այն հենց լուսինը, իմիջիայլոց չնայած լուսինը մոլորակ չի։ Լավ, արևը մոլորակ է։ Այ արևը չէ, արևը։ Մի րոպե, այդ տարբերությունը ո՞րն է։ Ուրեմն sense լուսինը առաջին ձգողության մասին ենք։ Առաջինը լուսինը մոլորակ չի, մեր երկրի արբանյակն է։ Արևը մոլորակ չի, դա աստղ է, որի շուրջը մենք ենք բոլորը փոթաթվում։ Ինչ վերաբերվում է լուսնի եւ արևի գրավիտացիոն ազդեցության երկրի վրա, դա զգալի է, որը Իսկ ինչու դա չեք երգում։ Ինչու դա չեք երգում։ Չափվում է որովհետև դա եւ ամեն մի օրը երկու անգամ ծովը բարձրանում է եւ իջնում է եւ արեգակից եւ լուսնի ազդեցությունից։ Պարոն Մաղաքյան, գիտեք, ես շատ հարգում եմ
հանկարծ այլ բան չմտածեք, բայց ես ուզում եմ այսպեսի մի բան ասել. հերքել այն, ինչից տեղյակ չես, ամենահեշտ եղանակն է։ Դուք բարի եղեք այն ֆրանսիացի գիտնականի նման, եկեք աստղաբանությունը սովորեք, որպեսզի ապացուցեք, որ մենք սխալ ենք։ Այլապես ձեր բերած ամեն ինչը ինձ համար շատ Ես ուզում եմ ասել, ես նույնպես աստղագետ չեմ, բայց չեմ վիրավորում։ Չէ, ոչ մեկին չի վիրավորում։ Ես Պարոն Մաղաքյան, այսպեսի բան կա, հերքել միանգամից ասել, որ այդպիսի բաներ չկան, կներեք, ես էլ ամբողջ օրը աստղագիտության վերաբերյալ տեղեկություններ եմ հավաքում, որպեսզի մեր կապարանոց արտահայտություններ չանեմ։ Հասկացանք իրար։ Ես ընդհանրապես ուզում եմ, որ իրար ընկալելու տրամադրություն լինի, ոչ թե եթե աստղաբանությունը կեղծ է, չէ, էլի ժողովուրդ, չէ, այդպես չի։ Եկեք թույլ տալ գիտական կողմը այդպես էլ ոչ մի անգամ չհիմնավորեց ինչու չի լինելու այդ աշխարհի վերջը։ Ես Ժամանակը չի լինելու է։ Չէ, խնդրեմ պարոն Մաղաքյանին եւ Լավ է լինելու։ Ես ասեցի չի լինելու։ Այն ինչ երբ սկզբից ասեց այն ինչ ունի սկիզբ, նաև ունի վերջ։ Այսինքն այն նյութականը ինչ ունի սկիզբ, ունենա նաև վերջ։ Դա գիտակ Բայց ոչ թող աշխարհի վերջը հետաձգել են մայիսին։ Այո, կարդացինք։ տեխնիկական պատճառներ։ Բայց ոչ ոք չի կարող ասել, հա, ոչ մի մարդկային դեպք չի կարող ասել, թե երբ կլինի դա։ Ինչպես չեն կարողանում ասել, թե երբ է ստեղծվել աշխարհը։ Մերժում եմ, պարոն Մաղաքյան, ես ծիծաղում եմ երևույթը։ Խնդրում եմ, կարճ հիմնավորեք, թե ինչու չի կարող Կարող է տեղյակ չլինել ու շախտել, ինչ կա։ Չէ, գիտնականները այդպես չէ, որ կտրականակպես հեստ են։ Ուրեմն եկեք ես մի քանի հարց միանգամից արտահայտեմ ու իսումը այդ հարց չի լինի։ Առաջինը ես դեմ չեմ աստղաբանությանը։ Նա արդեն 2000 տարի գոյություն ունի, թող շարունակվի։ Բայց այդ լավ, բայց բանը չէ, վստահ չի, չէ, երբ հասկացվել դա։ Բայց դրա չեմ Շատ վիճելի հարցեր կան, լավ։ Բայց եթե նրանք զբաղվում են, թող զբաղվեն, եթե կան մարդիկ, ովքեր դրան հավատում են, խնդրեմ, բայց անձամբ ես ոչ հավատում եմ, ոչ էլ ուզում եմ ուսումնասիրեմ ու հավատամ, այդ առաջին։ Ինչու՞։ Որտեղ ես հաստատ գիտեմ, իմ բանը մնացած գիտություններից սովորած, ես վերջը ահագին զբաղվել եմ տարբեր բաներով։ Այդ մասին գիտեք մի խոսք։ Այո, այդ մասին ես ինձ ես գիտեմ։ Երկրորդը Ինչ վերաբերվում է աշխարհի վերջին, այստեղ արդեն ասեցին, նույնիսկ հայտնի մատրիցա կինոյում շատ անգամ ցիտում են, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջը։ Անշուշտ երկրի վերջն էլ կգա, ես նույնիսկ կարամ ասեմ երբ, եթե իհարկե դրանից ասեք։ Այո, մոտավորապես մի 30 միլիոն տարի հետո մեր արեգակը ըստ աստղերի էվոլյուցիայի տեսությանը, որը ճիշտ է հաստատ, մի փոքր կսկսի մեծանալ Եվ կդառնա կարմիր հսկա, նա կարա այդքան մեծանա, որ նույնիսկ երկիրը կկլանի մեջ։ Պարոն Մաղաքյան, նույն բանը ասել են բազմաթիվ պայծառատեսներ։ Հիմա ո՞նց հասկանամ։ Բայց դա կլինի 30 միլիոն տարի։ Հասկանում եմ, նույն 30 միլիոն տարի առաջվա մասին ասել է եւս մի ամերիկյան պայծառատես։ Այսինքն ո՞նց հասկանանք, հիմա դուք պայծառատես եք, թե գիտակ։ Բայց ուզում եք այդ պայծառատեսը երբ ասել։ Ես դուք գիտեք ով դա առաջին անգամ ասել։ Նույնիսկ երբ դեռ բաների աստղերի էվոլյուցիայի տեսությունը դեռ մշակված չէր։ Մոտավորապես 110 տարի առաջ Գերբերտ Վելսը, բոլորը գիտեն, գրել է շատ հայտնի վեպը, ամենահայտնի վեպերից մեկը, այսինքն ժամանակի մեքենան, եւ այդ ժամանակի մեքենա վեպում այդ հերոսը նստում այդ ժամանակի մեքենան, գնում է մի քանի միլիոն տարի առաջ, պատահաբար Եվ տեսնում է, որ երկրի վրա ոչ մի բան չկա, բնություն չկա, ընդհանրապես համարյա ոչ մի բան չկա, եւ սև երկնքի վրա մեծ կարմիր արեգակն է։ Դա է հենց աշխարհի վերջը։ Ահա, չէ, դա էական չէ, դա աշխարհի վերջը չէ։ Ոնց Ուելսը կարա կանխատեսել, որ արեգակը կդառնա կարմիր հսկան, այսպիսի տեսությունը իր ժամանակ չկար։ Բայց իր sense ասած ֆանտաստիկ գաղափարներով Նա դրամասին գրել առաջ։ Իսկ կարելի է այսպեսի մի հարց տալ, ինչու դա արժանահավատ համարեցին։ Հա, 30 միլիոն։ Իսկ այն ինչ հիմա ասում են, արժանահավատ չեք համարում, չէ՞ որ այն ժամանակ, ինչպես դուք ինքներդ ասացիք, այդ տեսությունը դեռ չկար։ Ահա, իսկ հիմա գիտությունը հասել է այնպիսի մակարդակի։ Բայց դուք էլ չեք կարող շեշտել, որ գուցե Վելսը ինքը կամ սարքել է ժամանակի մեքենան, կամ հանդիպել այսպիսի մարդու հետ, որը գնացել է ապագան ու արդեն պատմել է այդ բոլորը իրավաստ։ Ասես թե բոլորը համարյա պայծառատես է։ Ես ինքս պայծառատես չեմ, ես ասեցի, ուղղակի պարզ հասարակ։
Կարող է մեկ-որ մեկը պատասխանել, երբ է առաջացել երկրագունդը, երբ է առաջացել։ Կարող է որ մեկը պատասխանել։ Ոչ ոք չի կարող։ Հարգելի աստղագետները, Մոտ 4 միլիարդ տարի առաջ։ Մոտ, չէ՞ մոտ։ Նշվում է մոտի։ Մենք ոնց կարող ենք ճշգրիտ ասել, թե երբ տեղի ունենա աշխարհի վերջը։ Իհարկե, ես չեմ կարող։ բնականաբար արեգակնային համակարգության մասին 30 միլիոն տարի այդ հասկացվող թիվ է։ Իսկ վաղ շեմիոսորը հասկացած մի բան չեմ հասկանում։ Այստեղ հնարավորություն չկա դրանք ապացուցելու։ Ես հասկացա, բայց դուք, ես հարց տվեցի, դուք չպատասխանեցիք։ Երբ է առաջացել երկրագունդը։ Ոչ ոք դա չի կարող ասել։ Եկեք մի փոքրիկ քվեարկություն։ Իսկ կներեք, ինչ է ներողությունով է հավատում, որ դեկտեմբերի 21-ին կլինի աշխարհի վերջ։ Թող ձեր Չի կարող լինել։ Ով չի հավատում։ ով չի հավատում։ Չի լինելու։ Չի հավատում։ Շնորհակալություն։ Դուք խնդրեմ։ Ես ճիշտ ասած ելնելով նրանից որ մարդիկ իհարկե բոլորը չեն որ գիտնականներ կամ աստղագետներ կամ պայծառատեսներ են, այլ ուղղակի շատ մարդիկ են ովքեր հակված են հավատալու եւ սպասելու աշխարհի վերջին, կուզենայի սրա հոգեբանական էֆեկտի մասին խոսել, ինչի համար աշխարհի վերջին ինքնասպանություններ դրա արդյունքում այդ ինքնասպանություններ կատարողները կարծում եմ ինչ որ մի պատճառ կգտնեն վերջացնեմ եթե կարելի է ժողովրդականությունը աշխարհի վերջի գաղափարին հավատալու այսքան մասսայականությունը հիմնականում մի քանի հոգեբանական հետաքրքիր տեսակետներով կարելի է բացատրել դրանցից մեկը այն է որ աշխարհի վերջին հավատալը շատ ուժեղ ձևով մեղմում է սեփական ներքին կոնֆլիկտները այսինքն մարդիկ հիմնականում վախենում են ու տաբուներ կան ու շատ ցավոտ է մտածել սեփական մահի մասին իսկ աշխարհի վերջի մասին խոսելը հեռացնում է սեփական մահի մասին խոսելը այսինքն սա որոշակի ձևով այլաբանություն է այլախոսություն է քո սեփական մահի մասին խոսալու որովհետև մարդ միշտ վախենում է ինքն իր մահի մասին խոսալ մյուս կողմից հիմնականում եթե ուշադրություն դարձնեք ապոկալիպսիսի թեմայի սիրահարները երբեք իրանց մահացողի դերում, կործանվողի դերում չեն պատկերացնում, իրանք դիտորդի դեր ունեն, իրանք կողքից են նայում, իրանք են մարդիկ են, ովքեր հերոսի պես փրկվել են, ու իրանք գիտեին, զգուշացնում էին, ձեր վերջը վատ է լինելու եւ այլն։ Ու նաեւ մի հատ էլ հոգեբանական հետաքրքիր բան կա, տեսակետ կա, այնա որ մարդիկ, ովքեր ունեն շատ խնդիրներ, ու դժվարանում են արդեն տանելու այս խնդիրների կենսական խնդիրներ, իրանց պահել երեխաներին եւ այլն, ու այս լուծ իրանց համար արդեն անտանելի է դառնում աշխարհի վերջի գաղափարը դառնում է հմայիչ նրանով, որ պետք չի լինում մտածել ինչ որ բանի մասին, որը վաղ միսօր վերջանալու է։ Այդ դեպքում սեփական լարվածությունը զրոյանում է աշխարհի վերջ գաղափարով, բայց արտաքին վտանգներից վախենալու անհրաժեշտությունը առաջանում Այսինքն աշխարհի վերջ թեման քննարկել մտածել սրա մասին որոշակի հոգեբանական մարդու հոգեբանության տեսանկյունից մեկնաբանություն միանշանակ ունի իսկ այսօր ոնց հասկանում եմ իրար հետ հիմա գալիս ենք ընդհանուր հայտարարի նրանով որ ըստ էության աշխարհի վերջ ասելով տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում հա այսինքն սա ոնց հասկանում եմ բոլորը չեն պատկերացնում որ երկիրը վերջացավ լույսերը անջատվեցին կամ չգիտեմ հոլորակները կանեցին բոլորը վառվեցինք մի երկու հոգի էլ փրկվեց իսկ եթե իր թշնամիներն էլ մահացան էլ ավելի պայծառ այսինքն խնդիրը դրանում չի, հա, այսինքն իմ մասնավոր կարծիքը բնականաբար աշխարհը չի վերջանալու, որովհետև տրամաբանություն չկա դրանում, որովհետև այսօր աշխարհը ոչ մի բանով ավելի հին ու ավելի ծեր չի, քան թե 3 օր առաջ էր, որպեսզի ամսի 21-ին էլ մահանա, իսկ դա մարդու նման չի, հա, մարդը հոգեբանության նորից տեսանկյունից մարդը ծնվելու պահից սկսում է մահանել, այսինքն նախապատրաստվում է մահվան, ուստեղ խնդիրը նրանում է, թե ինչպես ես դու դիմավորում այդ մահը, այսինքն ոնց է շարունակվելու որտեղ ըստեյության երեխաների կամ ինչ-որ գործերի գիտության եւ այլնի մեջ դու շարունակում ես։ Եկեք մի բան հասկանանք, հա, փաստորեն մենք 3 վարկածի շուրջ հիմնական խոսեցինք, որ հնարավոր է աշխարհի վերջը, մեկը որ արեգակը մեծանա, կարմրի եւ աշխարհը ավարտվի, հաջորդը տեխնացին աղետներն են մարդկային գործունեության արդյունքում եւ Տիկին Էլիայի ներկայացրած այսպես ասեմ կարծիքը, որը վերաբերում փաստորեն մարդու գիտակցության եւ ինտելեկտի ավարտին, որն է հավանական այս երեքի։ Մտքեր չեն ծնվում իրենց հանգստացնելու համար, չէ՞։ Մինչև հիմք չլինի։ Ահա։ Որևէ բանի մասին խոսակցություն չի լինում։ Դա կա ու միշտ կլինի։ Ես չեմ հերքում Տիկին։ Եթե տեղյակ եք, անընդհատ հաղորդումները
տրվում է երկրագնդի առանցքի փոփոխությունների մասին, գոնե դալ տեղյակ եք։ Այո։ Փոփոխությունները կան։ Եկեք հասկանանք ուղղակի այս երեքից որն է ավելի հավանական, եթե տեխնացին, արեգակնային, թե ինտելեկտի մահը, ինչ ձեր։ Դրանք բոլորը կապված են գիտակցության հետ։ Գիտակցությունն էլ աստիճանաբար քնում է։ Եղավ Ձեր շուրջը ուշադիր նայեք Իսկ մի կնկատեք։ բան չեմ հասկանում, սա լավ, դա գիտությունը հասկացան, գիտորեն ապացուցում են երկիրը չի կործանվելու, աշխարհը չի վերջանա։ Բա մայաների օրացույցով է կենտրոն մեջ բերել։ Սա մի կազմակերպություն է, որը մարդկանց պահում է վախի տակ։ Դուք պնդում եք, որ հատուկ կազմակերպություն։ Այո, որովհետև այսօր ես ունեմ տվյալներ, որ հիվանդանոցներում իմ ծանոթներ, բարեկամները այս վերջի մի քանի ամիսներին ով գնում է, իրանց շաքարը բարձրանում է, բարձրացած է եղել 10, 12, 10 ու զարմանում են։ Դա վախի հետևանք է։ Դուք հոգեբան եք, ձեզ դիմել են ինչ-որ հոգեկան բաներով, որ վախում են իրենք։ Դուք չունեք նման, այո։ Որ չեք հենց ունեցել։ ներկայացված լինի, որ դա աշխարհի վերջին մահաբերական։ Եկեք այս հարցը բարձենք, Ուղղակի վախեցնում եմ, պետք չի որ վախեցնել տարբերակն է ձեր մարդկությանը, կարծիքով հավանական տեխնացին, արեգակնային, թե այդ ինտելեկտի մահը կամ գիտակցության քունը, ինչպես Տիկին Էլյանն ասում։ Ես երևի մի քիչ տարբեր կարծիք կարտահայտեմ, իմ կարծիքով այն արտահայտությունը, որ ասում են յուրաքանչյուր մարդ ինքը տիեզերք է, ես ավելի շատ կողմնակից եմ այն գաղափարին, որ ոչ թե մտածենք նրա մասին, որ աշխարհը վերջանալու է գլոբալ առումով, այլ յուրաքանչյուրս աշխարհ ենք։ Մենք յուրաքանչյուրս պիտի մտածենք մեր մասին։ Իմ մահից հետո իմ աշխարհը ավարտվելու է։ Դա մի րոպե, ավարտեմ միտքս պարզ կլինի, հա։ Բայց հարցս հիշում եք Տիկին Ալինա, հարցս հետևյալն է, որն է ավելի հավանական տեխնացին, ինտելեկտուալ մահ, թե արեգակնային։ Մոտ ապագայով, այո։ Մոտ ապագայով միայն հոգևոր ոլորտի ինչ-որ փոփոխություններ, ոչ ավել։ Աշխարհի վերջի իմաստը լինելու են կրիվներ, մարտեր։ Դուք դա տեսել։ Ես դա տեսել եմ 2008 թվին, որը հայտարարել եմ հերոստատեսությամբ մուսուլմաններ կան երկրների այդ ջարդերը, բոլորը իրականացել են, բայց եթե մի բան աշխարհի վերջի սկիզբն է։ Աշխարհի վերջի սկիզբը, հայ։ Չէ, վերջ չի լինելու, մարդկային զոհեր Եղավ, լինելու են, Նայեք, մի բան էլ ավելացնեմ որ աշխարհի վերջ լինի, դա անհնար բան է։ Ու ոչ ոք չի կարող ասի։ Ոչ Տիկին Ռիտան, ոչ գիտնականները, ոչ մեկը, որովհետև դեռ եթե ասում են, դե թող ասեն երկրաշարժի օրը։ Տիկին Էլյան ասում է ախր։ Երկրաշարժի օրը ինչու չեն ասում գիտնականները։ Բայց Տիկին Էլյան ասում է։ Ինչու Իտալիայի Վեզուվի օրը չասեցին։ Լավ, Ոչ ոք չգիտի։ Վաղը տեխնացին, ինտելեկտուալ, թե արեգակնային, որն է ավելի հավանական։ Չեմ կարող ասել։ Ձեր կարծիքով, որպես գիտնական, որ ուսում։ Որպես գիտնական ես արդեն իմ կարծիք անձնական ասեցի, որ կլինի, բայց թե երբ, ինչ ձևով, հա կոնկրետ։ Շնորհակալություն Լուսինե։ Ես նորից Տիկին Ալինայի հետ կարամ համաձայնվեմ, լրացնելով, որ բնականաբար այսօր նաև արժե համակարգի կրիզիս ունենք ու հնարավոր է, որ փոխվում մարդկային կերպարի ընդհանուր պարադիգմը դա ինչ-որ ձևով լուրջ փոփոխություններ է մտնում աշխարհի ընկալման կամ աշխարհի մարդկության մեջ, բայց ձեր առաջարկած տարբերակներից նախ չեմ կարող ասել, հետեւաբար ինչ որ մի բան ասել, այստեղ կլինի հիմարություն։ Պատակ, խնդրեմ, պարոն Մաղաքյան, տեխնացին, ինտելեկտուալ, թե արեգակնային։ Գիտեք ինչ, իմ մոտ սենց տպավորություն է ոչ միայն իմ մոտ, որ վերջերս կամ չնայած այդ ասում են նորություն չի, համենայն դեպս իմ մոտ սենց տպավորություն է, որ մարդկության մորալը, ասես ասեմ, բավականին փոխվում է եւ բանի համար, կարելի ասել հարստության, փողի ընդհանրապես բանի համար մարդկություն ես կասեի, սկսած ինչ-որ անձնավորություն է վերջացած պետություններով, կվաճառեն ամեն ինչը։ Այդ վատ երևույթ է եւ ես վախենում եմ, որ վերջում, ինչպես մենք կոչենք երևի մարդկության վերջը, կգա այսպիսի բաներից, եւ ոչ մի բանով չի հետաքրքրվի, եւ բոլորը նստած կլինեն ժամանակակից կոմպյուտերների առաջ։ Ինտելեկտուալ մահվան։ Այո, եւ կսկսեն խաղալ բանը, ինչ որ ես 56-րդ բանը, ինչ որ խաղի բանը, տարբերակը։
Հաստատ ամսի 21-ին ոչ մեկս չենք սպասում։ Չէ, չենք սպասում։ Եվ այս սերունդը այս սերունդը շատ անպայման։ Այս սերունդը չի տեսնելու աշխարհը։ Մի բառել ասեմ, էլի, մի 2-3 ապուշ հաշվարկների անող գիտնականների փոխարեն այսօր ողջ աշխարհը ընկել է տառապանքի մեջ, ժողովուրդը ընկել է ստրեսի մեջ, այս խեղճ երկու գիտնականից էլ պահանջում ենք, ասում ենք լրացրեք նրանց բաց թողումները, ես չի լինելու, ոչինչ, արխային, նոր տարվան դիմաց։ Մարկաստո եւ տիկնակ եւ պարանակին վերջին դե Մայաների գրագետ ազգ են եղել պատի վրա, ինչի վրա մի բան խզբզել են, թե ինչ խզբզել։ Այսօր Նաստրադամուսին սխալ են հանում, այն որ ես Լավ, շնորհակալություն եւ իմ վերջին հարցը, որ այսպես ասած դրական նոտայի վրա ավարտենք, ո՞րն է այն երևույթը կամ Տիկին Ռիտա թույլ տվեք, ո՞րն է այն երևույթը, չգիտեմ, միջադեպը, որ տեսնում եք, ասում եք, ես չհասկացա, ես ինչ է այս աշխարհի վերջն, հա։ Հա, այս ժողովրդի վիճակը, այս ամեն ինչը, թանկությունը, աշխատավարձ չկա, թոշակ չկա, երբ խոսում ենք դրսում, ասում են ինչ աշխարհի վերջ, ինչ մոլորակ, հեսա վերջը իրանք են ստեղծում այս երկիրը, մենք մեր համար աշխարհի վերջը։ Ուղղակի ինչ որ արտառոց երևույթ երբ տեղի ունենում, ենթագիտակցորեն մեր կյանքում, քո կյանքում ինչ է։ Ինչ որ որոշակ, ինչ որ տվյալ պահին ինչ որ արտառոց երևույթ եթե տեղի ունենա, ուղղակի ենթագիտակցորեն։ Ո՞րն է երևույթը։ Մեկ օրինակ կարող եք ասել։ Դե այս բան չեմ կարող դες կոնկրետ օրինակ բերել, բայց միշտ էլ պատահում է։ Աշխարհի վերջն է ինչ։ Իհարկե ասել եմ տարբեր արտահայտություններ։ Որ դեպքում։ Ասում եմ, ինչ որ արտարոց կոնկրետ օրինակ չեմ կարող բերել այս բանը չեմ հիշում։ Շնորհակալություն Տիկին Ալինա։ Երբ ես տեսնում եմ ագահություն, չարություն, դավաճանություն, ես ուղղակի զարմանում եմ, ես աշխարհը վերջանում, այսի չի կատարվում։ Լուսինե։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ բանի վրա զարմանում եմ ու ասեցիք արտահայտությունը ոչ մի արձագանք չստացավ իմ մեջ, այսինքն ես երբևիցե կարծում եմ չեմ մտածել, չեմ բարձրաձայնել այդ արտահայտությունը։ Շնորհակալություն Տիկին Էլիա։ Ինչ եք ուզում լսել։ Երբ եք վերջին անգամ ասել, թե սա ինչ է աշխարհի վերջն է։ Չեմ ասել։ Արդեն 10 օր է ամեն մի հերոստատեսությունում 2 անգամ նկարահանվել եմ։ Արդեն այդքան արդեն աշխարհի վերջն է։ Որ աշխարհը վերջը ունի, բայց շատ հեռու է։ Իսկ այն, որ ես ասում եմ 2160 թվին, դա ամեն 13000 տարին մեկ կրկնվել է ու անցել, դեռ չի վերջացել։ Շնորհակալություն, պարոն Մաղաքյան, երբ եք վերջին անգամ ասել, այս ինչ է աշխարհի վերջն է։ Գիտեք ինչ, ես արդեն ասացի փաստորեն, եթե մարդկության քաղաքակրթությունը ինքը իրան չի քանդի, երևի մենք դեռ շատ երկար բան ունենք անելու, բայց տեսնելով թե որ մարդիկ ես քանի որ նաև դասավանդում եմ եւ ուսանողների հետ եմ շփվում եւ ընդհանրապես շուրջը տեսնում եմ ինչա կատարվում, որ չեն գիրք կարդում, ոչինչով չեն հետաքրքրում, բացի ինչ որ ես չի ասի որ լուրջ հարցեր են, այդ շատ վատ տպավորություն է վրա թողնում։ Եղավ շնորհակալություն Տիկնակ եւ պարոնեք, մենք կոնսենսուսի եկանք, որ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջ չի լինելու, հետեւաբար բրիֆինգը լինելու է, կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից հաջորդ